Բարև բոլոր նրանց, ովքեր դիտում են մեզ, այսօր մենք շատ հետաքրքիր թեմա ենք ընտրել, ընդ որում եւ շատ տարածված, դա դժվարաշնչությունն է եւ քթի պոլիպները։ Այո, քթի պոլիպները նույնպես բավականին տարածված են, թե ինչու են դրանք առաջանում եւ առհասարակ պետք է դրանք վիրահատել, թե ոչ։ Թեմայի շուրջ զրուցել եմ եկել Իզմիրլյան բժշկական կենտրոն եւ այս կենտրոնի գիտկօգորտական ջաբանության ծառայության ղեկավար Կարեն Սոկոլյանի հետ հենց զրուցել ենք այս թեմայի շուրջ։ Բարև բժիշկ։ Բարև։ Շնորհակալ եմ, որ պետք է այս կարևոր թեման ինֆորմացնենք թեմայի մասին մեր հանրությանը։ Ձեր շնորհիվ եւ ակնկալում եմ այո հետաքրքիր ինֆորմացիա։ Բժիշկ, եւ այսպես քթի պոլիպներ, նախ հետաքրքիր է դրանք ունեն տարիքային բաշխվածություն, թե ոչ։ Քթի պոլիպները հիմնականում հանդիսանում են քթային դժվարաշնչության պատճառ, հանդիպում են նաեւ մանկական տարիքում, հազվադեպ, բայց հանդիպում են։ Հիմնականում հանդիպում է մեծահասակների մոտ այդ խնդիրը։ Հակիրճ ասեմ, քթի պոլիպները լինում են հիմնականում ալերգիայի հետևանքով են առաջանում, բայց նաև ալերգիկ բորբոքման պատճառով են առաջանում։ Նաև կարող են առաջանալ ինֆեկցիոն քրոնիկ թարախային բորբոքման հետևանքով։ Տարիների ընթացքում չբուժած, ճիշտ չբուժած բորբոքումը կարող է նպաստել պոլիպի աճմանը։ Երիտասարդների մոտ տարբերակում ենք հիմնականում ոնց կարելի է տարբերակել միակողմանի պոլիպների, եթե քթի խոռոչում հանդիպում են, հիմնականում պատճառը լինում է բորբոքային process-ը, որովհետև ալերգիկ պոլիպների հիմնականում տեսքը իրանք երկկողմանի են լինում։ Քթի խոռոչում հարկտային խոռոչների լորձաթաղանթը այտուցվում է բորբոքման պատճառով, այդ այտուցը դառնում է վերջը պոլիպ տարիների ընթացքում։ Ինչպես եւ յուրաքանչյուր խնդիր անտեսելու դեպքում այնց շատ հետաքրքիր է, եթե պոլիպները անտեսվում են եւ մարդը պարզապես հաշտվում է այդպես ապրելու հետ, սա կարող է ունենալ որևէ բացասական հետևանք։ Առաջի եւ մեծ բացասական հետևանքը դա այն է, որ մարդու ապրելու որակն է ընկնում։ Քթով չշնչելը բավականին ահավոր բան է։ Ասենք առողջ մարդը եթե գրիպով է, հարբուխով է հիվանդանում եւ մի 7 օր քթով չի կարողանում շնչել, ինչ տանջանքներ է չէ տանում։ Իսկ հիմա պատկերացնենք այն մարդը, որը քրոնիկ տարիներով քթով չի շնչում, որովհետեւ պոլիպներ ունի։ Դա ամենամեծ ոնց որ խնդիրն է։ Բացասական, այսինքն կյանքի որակը շատ ընկնում է։ Այո։ Եվ երկրորդը հնարավոր են իհարկե տարբեր բարդություններ, հիմա տենց մանրամասն սիրտանոթային համակարգի չզրուցենք, այո, օրգանիզմի թթվածնային քաղց, որը առաջինը ազդում է գլխուղեղի վրա, սիրտ-մկանի վրա, գլխացավեր նույնպես, չէ՞։ Դուժող օրգանները սիրտն է, գլխուղեղը թթվածնային քաղցից։ Եվ մնացած շատ բազմաթիվ բարդություններ կարող են առաջանալ քթային դժվարաշնչությունից։ Այո, բժիշկ, առհասարակ պոլիպները վախեցնող փաստ են, այսինքն դրանք ինչ գոյացություններ են, որքանով են վտանգավոր իրենց հետագա չարորակացման փոփոխմանը։ Պոլիպը, երբ որ առաջանում է պոլիպը, իհարկե դա մեծ խնդիր է, բայց իր ուրախությամբ ասեմ, որ հիմիկվա այսօրվա արդիական բժշկությունը թույլ է տալիս այդ խնդիրը լուծել շատ լավ վիրահատական եղանակով, այո։ Վիրահատական եղանակով լուծվում է այդ խնդիրը, այսինքն խնդիրը կա, լուծումն էլ կա, տենց չի, որ ինքը անլուծելի է։ Այո։ Այսինքն տենց պատիժ չի։ Պոլիպի չարվորակության տոկոսը շատ աննշան է, գրեթե պոլիպը չի դառնում չարվորակ։ Իհարկե պոլիպը պետք է տարբերակել այլ բարվորակ գոյացություններից, քթի խոռոչում, որը արդեն առանձին թեմա է։ Բայց եթե մենք գործ ունենք զուտ պոլիպոս հյուսվածքի հետ, չարորակացման միտում չունի։ Գրեթե աննշան է։ Այդ պոլիպները ավելի շատ ենթարկվում են բուժման մեթոդի, չգիտեմ, այրելու մեթոդի, տարատեսակ մեթոդների ավելի ճիշտ է այդ ձևով լուծել, թե հենց վիրահատական միջամտությունը ոսկե տարբերակն է։ Արտասահմանյան
բոլոր ուղղություններով ոսկե արդեն եթե ձևավորված պոլիպ ունենք քթի խոռոչում, ոսկե լուծումը դա վիրահատական էնդոսկոպիկ վիրահատությունն է։ Էնդոսկոպիկ ինչի էնդոսկոպիկ, որովհետև վիրահատությունը կատարվում է քթի խոռոչի մեջից եւ թույլ է տալիս ամբողջովին մաքրել եւ քթի խոռոչը պոլիպներից եւ հարկտային խոռոչները։ Տեղային քթի մեջ մենակ այդ պոլիպը վերացնել, ասենք հեռացնել կամ այրել քթի մեջից լուծում չի։ Ինչու, որովհետև այդ պոլիպը, որ արդեն քթի խոռոչում է հայտնվել, ինքը առաջացել է հարկտային խոռոչներից։ Հայմորյան, էթմոիդալ խոռոչից է աճել։ Այսինքն կիսատ լուծում է դառնում, եթե միայն քթի խոռոչից հեռացվի պոլիպը։ Պետք է խոռոչներից ամբողջությամբ մաքրվի, ամբողջովից ամբողջական հեռացի այնտեղից, որ ինքը աճում է։ Այ պոլիպները մարդը կարող է զգալ, թե մասնագետին դիմելուց հետո է ախտորոշվում։ Միանշանակ բուժառում կզգա պոլիպի առաջացումը։ Առաջի սիմպտոմներից է հոտառության պակասելը, նվազելը կամ ընդհանրապես հոտառություն կորցնելը։ Երկրորդ սիմպտոմը դա շնչառությունն է արդեն։ Հոսքի շատացում, լորձարտադրություն, դեպի կոկորդ, ըստ դրա առաջանում է հաս, հա։ Դրանք են հիմնական սիմպտոմները։ Իսկ այ վիրահատությունից հետո կրկնվում է այս խնդիրը։ Վիրահատությունից հետո հնարավոր է կրկնություն։ Ինչու, որովհետև մենք վիրահատությունով պատճառը չենք վերացնում։ Եթե պատճառը ալերգիան է, վիրահատությունը չի բուժում ալերգիան։ Այսինքն զուտ ալերգիան է, թե կան նաև այլ պատճառներ։ Եթե դա բորբոքային խնդիր է, իհարկե լուծումը վերջնական է լինում, բայց եթե մարդ ունի ալերգիկ խնդիր, որի պատճառով պոլիպ է առաջացել, մենք վիրահատությունով մարդուն տալիս ենք կյանքի որակ, այսինքն շնչառություն, հոտառություն, ավելի լավ է ապրում մարդը, բայց պատճառը չենք վերացնում։ Ըստ դրա արդեն հնարավոր է կրկնություն։ Բայց վիրահատությունից հետո, եթե ճիշտ գրագետ բուժում նշանակվի, հակաալերգիկ, երկար տարիներ բուժառուն կարող է ապրել եւ կրկնակի վիրահատության կարիք չունենա։ Մենք ունենք շատ բուժառուներ, որոնք վիրահատությունից հետո 10 տարուց ավել ապրում են ու վիրահատական խնդիր չի լինում։ Իսկ արտաքին զննմամբ մարդը կարող է նկատել դա պոլիպները քթում։ Արտակնապես ոչ։ Որևէ կերպ չի նկատի։ Շատ դեպքերում, երբ արդեն մարդը տարիներ տառապում է, արդեն պոլիպը եթե գալիս քթանցքից դուրս է գալիս, այդքան քթի խոռոչը լցվել, մենք տես դեպքեր ունենում ենք։ Որ ասում են դանակը մինչև ոսկորին չի հասնում, մարդը չի դիմում բժիշկի։ Մենք ունեցել ենք տես դեպքեր, որ արդեն բուժառուի քթից պոլիպը կախվում է, կամ նույնիսկ քիթմպանից դեպի կոկորդ է կախվում պոլիպը, տես դեպքեր իհարկե ունեցել ենք։ Դե դա արդեն չափազանց ուշացած դեպքեր։ Այո, անտեսված դեպքերն են։ Բժիշկ, եթե պոլիպները հենց ալերգիայի հետևանք են, հետևաբար մենք մեր հեռուստադիտողին պետք է հորդորենք այս խնդրով զբաղվելուն զուգընթաց, ինչպես դուք նշեցիք, նաև վերացնել ալերգիան, այո, որպես պատճառ։ Այո, ալերգիան դե տենց վերացնել դեռ բուժում չկա աշխարհում, բայց մեղմելու արվում են, այո, իհարկե դիմել մասնագետի, ալերգոլոգներին, որպեսզի մի քիչ մեղմել այդ սրացումները ալերգիայի, որպեսզի չհասնի այդ վիճակին։ Եվ վերջում խոսենք նաև քթի պոլիպների հետ վիրահատական ընթացքի մասին, եթե արդեն միակ մեթոդը եւ լավագույն մեթոդը իհարկե վիրահատությունն է, ապա այնքան օր է տևում հետ վիրահատական ընթացքը եւ առհասարակ սա պատկանում է դժվար, ծանր վիրահատությունների թվին, թե հակառակը։ Այդ վիրահատությունը, ինչպես ասեցի արդեն, կոչվում է էնդոսկոպիկ ֆունկցիոնալ վիրահատություն։ Բացի նրանից, որ կիրառվում են էնդոսկոպներ, հա, այսինքն էնդոսկոպով քթի խոռոչը, հարկտային խոռոչների այդ ամբողջ մենք տեսնում ենք պատկերը։ Նաև գոյություն ունի հատուկ վիրաբուժական տեխնիկա, որ այդ տեխնիկայով պետք է վիրահատել, ճիշտ վիրահատել, որպեսզի ճիշտ լինի այդ ամեն ինչը եւ կրկնությունը կամ չլինի, կամ լինի բավականին ուշ։ Քիչ տրավմատիկ վիրահատություն է, ինքը իհարկե բարդ վիրահատություն է, սպეციფიկ վիրահատություն եւ պետք է բժիշկը տիրապետի այդ վիրահատությանը։ Բայց
քիչ տրավմատիկ լինելով բուժառուները քիչ ցավ են ունենում, շուտ են վերականգնվում, նակ ասեմ, որ քտի խորոչում տամպոնադա չի արվում, տամպոններ չեն օգտագործում, որը որ նախկինում շատ տարածված է եղել բաց վիրահատությունների դեպքում։ Ավելի ընթացքը ցավը քիչ է լինում, մեկ օր են մնում ստացիոնարում, բուժառուները հաջորդ օրը տուն են ուղարկում, մի քանի այց ընդամենը լինում եւ վերջ։ Այսինքն բուժառուի համար դա հրաշք է։ Այո, հատկապես եթե իսկապես դժվարաշնչությունը վերանում, իհարկե գրագետ չտար։ Եվ այս առումով իհարկե ճիշտ է դիմել հենց քիթ կոկորտ ականջաբաներին, ոչ թե հարակից որևէ մասնագետի։ Բժիշկ, եւ վերջում խոսենք խնամքի մասին։ Կան խնամքի քայլեր, որոնք կարող են կանխել պոլիպների առաջացումը։ Եթե նույնիսկ ալերգիա ունի մարդը, հնարավոր է այսպիսի տենց որից է խնամքի բան չկա, պրոֆիլակտիկա չկա։ Եթե արդեն ունենք ալերգիկ process օրգանիզմում, այսինքն արյան մեջ այդ ալերգենները արդեն այդ կոմպլեքսները կան, շատ ինդիվիդուալ է, որտեղ բուժառուներ կան, որոնք կլիմա են փոխում եւ ալերգիան վերանում է, անցնում է։ Հնարավոր է սեռական հասունացման ընթացքում երեխայի մոտ ալերգիան անցնի կամ զարգանա։ Դա փակ տենց ոնց է ճոմնի լես, փակ մի քիչ անհայտ բան է, հարց է, որը գիտությունը դեռ չի կարող լուծել այդ ալերգիայի բուժումը։ Դրանցով իսկապես մարդիկ ստիպված են ապրել ողջ կյանքում ալերգիայի հետ։ Շնորհակալ եմ բժիշկ, կարծում եմ շատերը չէին կարևորում պոլիպների հեռացումը, որովհետև մարդիկ սովորում են ապրել այն խնդրի հետ, որ ունեն, բայց եթե հարցը վերաբերում է դժվարաշնչությանը, պետք է իհարկե հորդորել դիմել նեղ մասնագետին։ Շնորհակալ եմ հետաքրքիր հարցազրույցի համար։ Դե ինչ, դժվարաշնչության որպես հիմնական պատճառ մենք խոսեցինք այսօր պոլիպների, քթի պոլիպների մասին։ Այս առումով շատ հաճախ Facebook-յան էջում էլ գրում են, հարցնում են այս խնդրով պետք է դիմել, այո, դուք պետք է դիմեք, տվյալ դեպքում քիթ կոկորտ ականջաբանի եւ մի թողեք խնդիրը խորանա, քանի որ դժվարաշնչությունն էլ թթվածնի քաղցն էլ իր հետևից բերելու է տարատեսակ այլ խնդիրներ։ Ես զրուցում եմ Իզմիրլյան բժշկական կենտրոնի քիթ կոկորտ ականջաբանության բաժանմունքի վարիչ Կարեն Սոկոլյանի հետ։ Այսքան այսօրվա համար, ուշադիր եղեք ձեր առողջության հանդեպ, իսկ մենք կհանդիպենք